Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, Կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերերախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Նոր Հռոմի Պապ ընտրվեց այս շաբաթավերջին, որը Լիո անունը վերցրեց 14-րդ Հռոմի Պապ 14-րդ Լիոն է սա։ Գիտեք 4 անգամ քվեարկեցին մինչև իրեն ընտրեցին, պետք է 2/3 133 կարդինալներ քվեարկեին եւ այդ 133 կարդինալներից 2/3-ը մեկ անձի վրա պետք է կենտրոնանային։ Եվ մեկ կարդինալ ընտրեցին, որ 2013-ին սեպտեմբերին Ֆրանսիս Պապը իրեն նշանակել էր որպես կարդինալ, մի ժամանակ էր, որ արդեն Վատիկանում աշխատում էր, բայց իրեն շատ կարևոր աշխատանք էր հանձնված։ Եվ այն այս էր, որ այդ բիշապներին եւ նաեւ արչբիշապներին, այսինքն եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին ինքը մասնակից էր, որովհետեւ ոչ ոք չէր ճանաչում, դերսի աշխարհը իրեն չէին ճանաչում, բայց կարդինալները իրեն ճանաչում էին, որովհետեւ ասացի այն անձն էր, որ երբ որ պետք է նշանակվեին, տեսնում եք իրեն, Լիո Պապը Պրովոստ անունով Ռոբերտ Ֆրանսիս իր անունն է, ամերիկացի կարդինալ է սա, բայց ապրել է երկրից դուրս, ավելի շատ ապրել է 69 տարեկան է, որ համարվում է շատ երիտասարդ այդ աշխատանքի համար, եւ թվում է, որ եթե մի յուրահատուկ մի բան չպատահի, տարիներ ղեկավարելու է կաթոլիկ եկեղեցին։ Ամենայն դեպս Փերում 20 տարի Փերու եղել։ Հիմա հետաքրքիր անցյալ ունի։ Հայրը բնականաբար ամերիկացի է, մայրը նաև այստեղ ծնված է եղել, բայց Իսպանիայի կամ իսպանախոս կին է եղել, իր ընտանիքը, իր մոր ընտանիքը, այսպես Հարավային Ամերիկայից եկողներ են եղել այս երկիրը եւ բնականաբար երեխային ունեցել, ինչպես որ տեսնում եք, իսպանախոսները այստեղ կան, մի քանի սերունդ է այստեղ, ամենայն դեպս իրեն անցյալը նաեւ իսպաներեն տարբեր լեզուներ է տիրապետում, մեկ ուրիշ պատճառը նաեւ ասում են, որ իրեն ընտրելն են այս է եղել, որ հիմա դուք պատկերացրեք, լատին գիտի, անգլերեն, բնականաբար այստեղ ծնված ամերիկացի է, անգլերեն գիտի, ֆրանսերեն գիտի, գերմաներեն գիտի, հետո ուրիշ այսպես շատ լեզուներ է տիրապետում, իտալերեն նաև ասացի, երևի ուրեմն այսպես իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ պորտուգիզ լեզուն նաև գիտի, այսինքն այդպես մտածեն են ոմանք ասում են կարդինալներ, որ այդ նաև ազդեցիկ եղել եւ նա երկրորդը ինչ որ սկզբում ասացի, որ կարդինալներին ճանաչում էր, որովհետեւ բիշապ կարդինալներ, այսպես արչբիշապները, ուրեմն բոլորին ինքը այդ մի քանի տարի այդ աշխատանքով էր զբաղվել, որովհետեւ գիտեք տարբեր տեղերից նաև կարդինալներ են գալիս, որ մեկը մյուսի չեն ճանաչում, ուրեմն այդպիսով թվում էր, որովհետեւ ոչ ոք չգիտեր, բոլորը ուրիշ անձիկ նկատի էին առել, մոտարապես 10 հոգի, որ կարող էին Հռոմի Պապ դառնային, բայց ինքը այդ շարքի մեջ չէր, ոչ որ չէր նախատեսել, որ ինքը կլինի։ Ինչպես ասացի, Պոպ Ֆրանսիսը 5 անգամ քվեարկեցին, մինչև իրեն ընտրեցին 2013 թվին, նա 12 տարի ծառայեց որպես Հռոմի Պապ, ինքը Արժանտինա էր ծնվել
բայց իր ծնողները իտալացի են եղել նախկին Հռոմի Պապը բայց եւ այնպես իրեն մահից հետո հիմա ընտրեն են այս Հռոմի Պապ որպես Հռոմի Պապ այսպես տեսնում եք իրեն եւ անմիջապես իր աշխատանքը սկսեց երեք առաջին անգամ լինելով անգլերենով խոսեց սա առաջին վարքյանը երբ որ իրեն ընտրում են կարդինալները գնում է այս տաճարի մեջ Վատիկանի մեջ միայնակ աղոթում է երբ որ ընտրեն էին իրեն առաջին տեսնում եք այս ծունկի եկել Աստծուն աղերսում է հետո եկավ այսպես առաջի վարքյանը Վատիկանում որ մոտարապես 150,000 մարդ այս իր մանկությունն է ինքը ամենաերեք եղբայրներ ամենակրտսերը ամենափոքր ինքն է եղել ընտանիքի եղբայրները Ամերիկայում են եւ այստեղ տեսնում եք իրենց հիմա 3 եղբայրներին տեսնում եք այս Հռոմի Պապի եղբայրները ուրիշ աշխարհով մեկ երբ որ լսեցին Հռոմի Պապ ընտրվել է այդպես երեխաները ուրախացան Ամերիկայում եւ մանավանդ Պերուում որտեղ իրեն այնտեղի հպատակություն ունի Պերուի հպատակություն ունի ինքը այս Հռոմի Պապը Լիո 14 անունն է ընդունել այս Պապը ես քիչ հետո պետք է խոսեմ Լիո 13-ը ով էր որ սովորաբար երբ որ մի անուն են ընդունում սա ծուխն է որ սպիտակ ծուխը ելավ այսինքն կարդինալները ընտրեն են դրա համար ժողովուրդ եկան այդ տարածքը տեսնելու որ ով է ընտրվել Պապ այսպես տեսնում եք Լիո 14-ին ինչ ասում էի երբ որ ընտրում են մի անուն մասամբ այն գաղափարախոսությունն են բերելու ինչ որ նախկին Լիոն ունեցել է կամ եթե Ջան Փոլը անունը եւ այլն այստեղ դպրոց էր գնացել Հռոմի Պապը երիտասարդ ժամանակ տեսնում մաթեմատիկա է վերջացրել ավարտել է մաթեմատիկա համալսարանում հետո է գնացել կրոնական դասավանդումների մասնակցել սա Լիո 13-ն է ում որ տեսնում եք շատ պահպանողական եղել է Պապը եղել Հռոմի Պապը շատ պահպանողական է եղել ինքը այն ժամանակ մտահոգություն է հայտնել այս Լիո 13 ում որ պատկերը տեսնում եք նախագահել էր 1887-ից մինչև 1903 թիվ հիմա պիտի ես ավելացնեմ որ այդ Լիո Պապը 13-ը ոչ թե այսօրվան այդ 13-ը այն Հռոմի Պապերից է եղել որ երկար տարի է ծառայել եւ գիրք էր գրել նաեւ 1891 թվին որ բանվորների աշխատողների հովանավորել է այդ ժամանակ 1891-ին եւ նաեւ շատ մտահոգ է եղել այս Հռոմի Պապը որ Ամերիկան այն ժամանակ գիտեք մի 100 տարի քանի 100-ից մի քանի տարի կամ 100 տարվա երկիր էր մտահոգություն է հայտնել այդ ժամանակ որ այս Ամերիկայի ազդեցությունը ուրիշ ազգերի վրա ժողովրդի վրա որտեղ այստեղ մտահոգ է եղել որ individualism այսինքն անձնական ավել անձի մասին են մտածում այստեղ ուրեմն դա տարածվում է աշխարհով հետո այդ ժամանակներն էր նաև սոցիալիստական գաղափարախոսությունը Եվրոպայում կար ուրեմն սոցիալիզմը ասել էր որ այս սոցիալական կարգերը քանդելու է ընտանիքը գիտեք հետո սոցիալիստներն էին կոմունիստներն էին որ կրոնի դեմ էին ինքը այդ ժամանակ մտահոգություն էր հայտնել 1878 թվականից հետո մինչև 1903 թիվ որ կաթողիկ այսինքն Հռոմի Պապն էր եղել
13-ն է սա, ում անունն է վերցրել նոր Պապը եւ մտահոգություն է հայտնել այդ ժամանակ։ Եվ իրեն պահանջում էին այն ժամանակ այս Հռոմի Պապին, որ եկեղեցին պիտի 2000 տարի մոտարապես գոյություն է ունեցել, պետք է փոփոխություն գա։ Ինքը դեմ էր այս Պապը Լիո 13-ը դեմ էր փոփոխություն բերելու եկեղեցում։ Եվ Ամերիկայում գալիս է համասարան, գումարը տրվում է, քիչ հետո կտեսնեք համասարանը գումար է տրամադրում, որպեսի այստեղ համասարան լինի կրոնական կրթություն, այսինքն կրթվեն, դասավանդվեն, քրիստոնեություն դասավանդեն եւ տարածեն Ամերիկայի մեջ։ Դրա համար այսպես ասում են, որ շատ քոնտրոլ է ուզում անի, մտահոգ էին այդ ժամանակ այս Ամերիկայի բնակչությունը։ Այսպես տեսնում եք Լիո 13-ը եւ հիմա ունենք Լիո 14-ը, որ կարծում են շատ մեծ փոփոխություն ուրեմն չպիտի պահպանողական թևին մոտիկ կլինի։ Դեռ ոչ ոք չգիտի ինչպես է, որովհետեւ Փոփ Ֆրանսիսի ներքո, այստեղ տեսնում եք 2014-ին հենց Փերուում իսպաներեն Feliz Navidad է երգում, այդ նոր Քրիսմասը որ գալիս է, այսպես անգամ այնտեղ բիշապ էր եւ երգում է ժողովրդի հետ, միշտ ժողովրդի հետ է եղել, շատ մոտիկ է եղել հանրությանը։ Այստեղ տեսնում եք Փերուում եւ ասացի քիչ առաջ նաեւ Ամերիկայի դպրոցներում, երբ որ լսում են ամերիկացի է Փերուի հպատակ է եւ այլն, շատ ուրախանում են։ Այս կինը աշխատել էր, ասում է շատ բարի։ Այս ամերիկացի կարդինալներն են, որ ընտրությունից հետո այդտեղ տեսնում եք, որ բոլորը ասում են, որտեղ այս կարդինալները իրար ճանաչում են, հաճախ հանդիպում են մասամբ ամերիկացի կարդինալները իրենց գոհունակությունն են արտահայտվում, որ այս ամենահարմար տեխնացուն է, որ հետևում է օրենքին, կրոնական դասավանդումները, այսպես իրենց երախտագիտությունն են արտահայտվում, այդտեղ տեսնում եք։ Հռոմի Պապն է ստորագրում է, ստորագրությունն է տալիս, այստեղ այդտեղ գրված է հիմա իտալերեն գրել են, որ Փապալիոնեն, այսինքն ինչ որ այս Պապը, որ տեսնում եք Հռոմի Պապ, ստորագրված է, որ ով է հիմա այս տարի դարձել այդ։ Հիմա ինքը նաև խոսել էր, որ պետք է ժողովրդի հետ լինել, իշխան չի, Հռոմի Պապը իշխան չի, թագավոր չի, մարդիկ են, որ թերթը տեսնում եք պահեն են, այս երեխաները ասացի Ամերիկայում եւ Փերուում այսպես ուրախությամբ, երբ որ լսում են, որ այս Հռոմի Պապը սա է լինելու։ Ամենայն դեպս ինքը նաև շեշտում է այս Հռոմի Պապը, որ պետք է ժողովրդի հետ լիներ։ Այսպես չի, որ գնաս պալատի մեջ, Վատիկանի պալատի մեջ նստես ու ղեկավարես եկեղեցի, այլ պետք է ժողովրդի հետ լինես, ինչպես նաև Ֆրանսիս այդպես էր։ Հիմա ձեզ ասացի, որ 4 անգամ քվեարկեցին, մինչև սպիտակ ծուխը, եթե այդ նախքին 3 անգամը սև ծուխ էր ծխնելուզից ելնում, որ քիչ հետո նաև կտեսնեք, սպիտակ, այսինքն քվեարկել են եւ ընտրել են 4-րդ անգամն էր, որ իրեն ընտրեցին։ Իսկ 1503 թվին միակ ժամանակն է եղել, որ այս կարդինալները երբ հավաքվում են, հենց մեկ անգամ քվեարկում են ու ընդունում են ով լինի Հռոմի Պապը։ Ես եմ շարունակեմ հիմա նյութը, որ այս նոր Հռոմի Պապի մասին, ինչ որ ձեզ ասացի, Լիո 14-ը ծնվել է Ամերիկայում, տեսնում եք այս բնակարանը, ինչ որ տեսնում եք այդտեղ single family home ծնվել է Շիկագոյում,
փոքրիկ տան, 3 երեխա եղել են, ծնողներ ունեցել են, ինքը ամենափոքրիկն է, այստեղ իրեն մանկության նկարն եք տեսնում, իր երկու եղբայրների հետ եք տեսնում, մեջտեղում ավել փոքրիկը կրտսերը, այստեղ երիտասարդ տեսնում եք, որ Ժան-Փոլ II-ին հանդիպել էր, այստեղ տեսնում եք տարիներ առաջ երիտասարդ ծախում տեսնում եք իրեն եւ ասացի մաթեմատիկա էր ավարտել, բայց մեծ սեր ուներ կրոնական դասավանդումների, մասնակցում է, այսպես բարձրանում է եւ երբ որ կարդինալ է լինում, այնտեղ իրեն տեսնում եք Ֆրանսիսը օծում է իրեն կարդինալ, այդտեղ տեսնում եք 2023 թվին եւ վերջ-վերջո իրեն ընտրում են որպես եկեղեցու ղեկավար։ Այսպես տեսնում եք Շիկագոյի թերթը իրեն տպեներ the Papa այդտեղ տեսնում եք բոլորը Շիկագոյում ուրախ են նախագահ Թրամփը շնորհավորել է, բայց թվում է, որ դժվարություններ կլինի նախագահի այդ որ իմիգրանտներին երկրից անում է, գիտեք կրոնական դասավանդումները այսպես է, որ բոլորին պետք է ընդունեք։ J.D. Vance-ը նաև որոշ արտահայտություններ էր արել, այստեղ տեսնում եք, եւ ինքը J.D. Vance-ը արտահայտություններ արել այդ ժամանակ կարդինալ է եղել հիմիկվա պապը Ռոբերտ Պրևոստը, որ գրել էր J.D. Vance, այսինքն Ամերիկայի փոխնախագահը, սա շատ ժամանակ առաջ ինչ որ արտահայտվել էր նախքան Ռոմի պապի մահանալը, ասում է որ Հիսուսը չի հարցնում դու ինչ դիրքի տեր ես եւ միայն սերն է ինչ որ ասում է բոլորի համար, այսպես տեսնում եք մեկ ուրիշ կարդինալ նաև քրիստոնյա կարդինալը, այսինչ որ Ամերիկայից հանում են մարդկանց դեմ էին։ Թրամփը ասել էր, որ մեկ ամերիկացի պապ ունենալը մեծ պատիվ է մեզ համար, որ ընտրեն են ամերիկացի, որ ինքը նաև չեր սպասում այսպես, որովհետև որևէ մեկը չէր նախատեսել ամերիկացի, մինչ հիմա չէ, առաջին անգամն է մեկ ամերիկացի ընտրվում է պապ։ Եվ այսպես սեր դրա հիման վրա է իրեն այսինքն արտահայտությունները եւ ասում է, որ ավետարանի, ասեն է, այսինքն որ ավետարանի դեմ ավետարանի դասավանդումներին, միասեռականները նույնպես իրեն համար ընդունելի չի, անցյալում իհարկե ասել է, հիմա որպես Ռոմի պապ դեռ չի արտահայտվել միասեռականների մասին։ Ինքն հիմա որ նայում են, տեսնում են որպես ամերիկացի քվեարկել է 2012-ին եւ 2014-ին primary-ում Իլինոյ, որտեղ Շիկագոյից է ինքը, ուրեմն այնտեղ քվեարկել է ռիփաբլիկանների համար այդ տարիները, նրանից հետո չի մասնակցել այդ ընտրություններին, այսինքն այստեղի կամ Շիկագոյի ընտրության չի մասնակցել եւ 2012, 14 եւ 16։ Այսպես այս քահանաները կամ կարդինալներն էին, որ ասում են տեղյակ ընտրեն ենք մեկ անձի, որ պետք է եկեղեցին ղեկավարի, այսպես տեսնում եք այստեղ։ Երկրորդ օրներ ինչ որ տեսնում եք այստեղ անմիջապես ընտրվելուց հետո եկեղեցի քարոզությունը իրեն սկսել էր։
Եվ շարունակենք, եթե մի ինչ որ ծրագրի սկզբում նաև ասացի, հույս է հայտնում այն դժբախտություն ինչ որ տեղի ունենում Գազայում եւ նաև Ուկրաինայում այստեղ հույս է հայտնում, որ կարողանամ այս շենքի մեջ պիտի ապրի, ուր որ Ֆրանսիսն էր ապրում։ Գիտեք, Ֆրանսիսը Վատիկանի հենց եկեղեցու տարածքի կողքին է ապրում։ Այստեղ տեսնում եք Փերում եք տեսնում իրեն աշակերտների հետ, այստեղ նստած է սպիտակ շապիկով, այս փոփը հիմա տեսնում եք այսպես նկարներ իր մասին եւ ուրիշներ ինչ որ արտահայտվել են, բոլորը շատ դրական արտահայտություն են արել այս Հռոմի Պապի նոր ընտրյալ Պապի մասին։ Եվ մտահոգություն ունի, ինչ որ տեղի ունենում Գազայում տեսակ, Ուկրաինայում եւ նաեւ հիմա Հնդկաստան, Փակստանի պատերազմի համար իր մտահոգությունն է հայտնել։ Երբ տեղի էր ունենում այս կարդինալներն են 133 մարդիկ տարբեր արտահայտություններ են արել այդ ժամանակ, որ պետք է ընտրեին, այսպես տեսնում եք ոմանք այսպես տեքստ են արել, գրեն են եւ հիմա առաջին ինչ որ ասացի, տեսնում եք թերթը նաեւ ասում է Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստ, առաջին ամերիկացի անձն է ընտրվել է, ու մարդիկ նաեւ զարմացած ու որ Շիկագոից է եւ այսպես դա փոփ գրված էր, տեսնում եք ուրախություն են հայտնում, Շիկագոյի փոփն է սա, ինչ լավ է, անգամ մարզիկներ, Շիկագոյի թիմի անդամներ, բոլորը իրենք մեծ պարծանք են համարում, որ կարողացել են ունենալ բեյսբոլի խաղացողներ եւ այլն, որ Հռոմի Պապը մեկ իրենց քաղաքացի, այդտեղ թիմի համար էր, որ իրեն հարցնում են, որ թիմն է սիրում եւ ինքը արտահայտվել էր, որ Շիկագոյի White Sox-ն է սիրում այդ թիմն է, իր ցանկությունը ինչ որ Շիկագոյի երկու թիմ կա, ամենայն դեպս White Sox թիմն է, ինչ որ ինքը բեյսբոլի համար հավանում է։ Գիտեք, սրանից նախկինում Հռոմի Պապերը այս սպորտով չեն զբաղվել, բայց ինքը հետևում է, սիրում է տարբեր խաղեր է դիտում եւ այլն, երևի նոր սերունդից է տարբեր կլինի սա, քան թե ինչ որ մենք նախկինում որպես Հռոմի Պապ տեսել էինք։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, Կալիֆոռնիան 4-րդ մեծ տնտեսություն ունի աշխարհում, եթե երկիր լիներ 4-րդ երկիրը կդառնար, իսկ ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք տեղեր պիտի վերցնեք, զանգարեք Primate Pharmacy, սա հեռախոսահամարն է, շատ հեշտ է 8186 300 307 զանգարեք, ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն։ Գտնվում է Գլենոքս փողոց եւ Highland փողոցի հատման կետում, Highland եւ Գլենոքս փողոցի հատման կետում կարող եք այցելել կամ զանգեք տեղերը բերեն ձեզ մոտ։ Եթե մի տեղատունի հետ աշխատում եք, որ գոհ չեք, կարող եք զանգարեք, տեղափոխեք ձեր տեղատոմսը այստեղ։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում նախ Եթե մեքենա ունեք, կահույք ունեք, ուզում եք տեղափոխեք Հայաստան, զանգարեք Երևան Shipping, տեղափոխվելու ժամանակ կամ ձեր ազգականին ուզում եք ղրկել, ամենացածր արժեքով ձեզ խոստանում են ամենտեղ փորձեք, իրենց գինը կլինի ամենացածր, հատուկ զեղչ է նկատի առել։ Նաև Երևան Shipping ձեզ առաջարկում է $100 ուղարկեք, ընդամենը $1 եք վճարելու այդ փոխանցման համար։ Մինչ հիմա այսպես չի եղել, այսպես քիչ գնով որևէ տեղ գոյություն չունի։ Դուք կարող եք 3.5%, 4-5%, բայց իրեն 1%-ով
$1000 ուղարկեք ընդամենը $10 եք վճարելու։ Իսկ նաև ծանրոցները օդանավով փոխարեն նավի օվկիանոսի միջոցով ղրկել, կարող եք օդանավով ղրկել, ընդամենը իջեցրել են $2.99, pound-ը $2.99։ Երևան Shipping երկու կենտրոն ունի, Lancashire փողոցի վրա North Hollywood, Palmer փողոց, Glendale-ում։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը, ձեզ առաջարկում ճաշ ամեն օր կամ երեկոյան կարող եք գնալ ճաշ կամ երեկոյան տնական ընթրիք ուտել այդտեղ եւ նաեւ ամեն օր հարիսա են առաջարկում Երևան Shipping Glenox փողոցի վրա գտնվող Grand View փողոցին շատ մոտ է Երևան Shipping-ը։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ եթե ցանկություն ունեք նոր կառուցված շենքի մեջ office վարձեք, ձեր գրասենյակը ունենաք, երկրորդ հարկում է սա բարձր առաստաղը տանիքը շատ բարձր է, այդ այստեղ գիտեք 8 ֆիտով է 2 մետրից մի քիչ վերև այսպես կարճ տարածք կա, որտեղ ձեր գրասենյակ պետք է, բայց սա շատ գեղեցիկ տարածք է, նորակառույց շենք է, անպայման զանգարեք հավելյալ տեղեկությունների համար կվերադառնա։ Կալիֆոռնիան, եթե ինքը միայնակ երկիր լիներ, 4-րդ ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրը կլիներ։ Մինչ հիմա 5-րդ էր Կալիֆոռնիան, բայց հիմա իր տնտեսությունը ավել մեծ է, քան թե Ժապոնիան, եւ դրա համար դարձել են 4-րդ։ Կալիֆոռնիայից ավել մեծ տնտեսություն ունեցողները Ամերիկա, Չինաստան եւ Գերմանիա, 4-րդը հիմա Կալիֆոռնիան է, 5-րդը փոխարիները Կալիֆոռնիան, Ժապոնիան, ուրեմն այդպես է ինչ որ կա։ Իսկ Կալիֆոռնիան որպեսի պատկերացում ունենակ տնտեսություն ինչքան մեծ է, իր gross domestic product 4.1 trillion է, այսինքն 4100 բիլիոն կամ միլիարդ համահավասար է այս բոլոր 14 նահանգի, այսինքն Ամերիկայի այս 14, որ ամեն մեկը հիմա քիչ հետո կտեսնեք քարտեզի վրա պիտի ցույց տամ, ամեն մեկը Ամերիկայի նահանգները համահավասար տնտեսություն ունեն ուրիշ երկրներ։ Ինքը Կալիֆոռնիան 14 նահանգի չափ տնտեսություն ունի, ինչ որ տեսնում եք Նևադա մեր հյուսիսում, Նևադա մեր արևանության է, Օրեգոն մեր հյուսիսում է, Վաշինգտոն ավել հյուսիս, Մոնտանա, Կոլորադո, սրանք բոլորը հավաքեք, նոր կդառնան Կալիֆոռնիա այս 14 նահանգ։ Հիմա անցնում ենք առաջ, որպեսզի ավել պատկերացում ունենաք։ Կալիֆոռնիան ուր է 2024, որ հիմա ավարտված է, որտեղ է ինչ որ պատրաստվում է այստեղ բիլիոններով ղրկում է ուրիշ երկիր, ինչ է այդ բիզնեսները, ինչ որ manufacturing, տեսնում եք էքսպորտը, կոմպյուտեր, ամենամեծ բիզնեսը Կալիֆոռնիան, որ ինչ ունի, կոմպյուտեր է պատրաստում, ղրկում է աշխարհով մեկ 47.9 բիլիոն կամ միլիարդ պատրաստում է դրսում վաճառում է Կալիֆոռնիան, ամենամեծ բիզնեսը Կալիֆոռնիայի կոմպյուտեր եւ electronic products։ Երկրորդը այս մեծ մեքենաներ, machinery manufacturing-ին կապ ունեցող 18.4 միլիարդ կամ բիլիոն վաճառում է ուրիշ երկրների, 15 կամ 16.6-ը transportation equipment manufacturing, այդպես տեսնում եք chemical manufacturing, տարբեր դեղորայք է, այսինքն քեմիկալներ 16.2 միլիարդով է, 14.9 crop, այսպես ինչ որ ծորեն կլինի ուրիշ ուղարկում է ուրիշ երկրներ եւ ուրիշ ինչ որ վաճառում է նաեւ 12.1 միլիարդ կամ բիլիոն, այստեղ տեսնում եք։ Կալիֆոռնիան որտեղ է ղրկում, ասացի ամենտեղ ղրկում է աշխարհով մեկ, բայց ամենաշատ որտեղ է Կալիֆոռնիան ապրանք վաճառում։
Մեքսիկոին 33 միլիարդ վաճառք ունի Մեքսիկոին մեքենաներ ինչ որ այդ machinery եւ այլն կրկում է այնտեղ Կանադային վաճառում է 18.4 միլիարդ կամ բիլիոն Չինաստանին 15.1 միայն սա Կալիֆոռնիայի մասին եմ խոսում որ վաճառում Ամերիկայի մասին չի միայն Կալիֆոռնիան տեսեք ինչքան բիլիոնավոր դոլար վաճառք ունի Կալիֆոռնիան ուրիշ երկրներ Ժապոնիային 10.9 միլիարդ Թայվան 9.6 միլիարդ վաճառում է հիմա որպես այդ ինչ որ ունի Կալիֆոռնիան տեսնեք ամեն նահանգ մի երկրի չափ տնտեսություն ունի հիմա այստեղ ձեզ ասացի տեսնում եք Կալիֆոռնիան այստեղ է ինչ որ կարմրավուն է Կալիֆոռնիան 4-րդն է Ժապոնիայից ավելի մեծ տնտեսություն ունի հիմա իսկ մեկ-մեկ անցնենք առաջ հիմա այստեղ տեսնում եք ուրեմն Կալիֆոռնիան համահավասար բիզնես ունի ինչ որ Ժապոնիան է թե մի քիչ հիմա առաջ հիմա այստեղ տեսնում եք Նևադա նահանգը ուր որ այստեղ տեսնում եք Նևադա նահանգը համահավասար բիզնես ունի ինչ որ Նյու Զիլանդի չափ բիզնես ունի այստեղ նայում ենք տեսնում ենք Արիզոնա նահանգի բիզնեսը համահավասար է Սինգապուրի հետ այդ երկրի հետ համահավասար է վերևում Վաշինգտոն նահանգն եք տեսնում այստեղ Թայվանի չափ ունի բիզնես իրեն ներքևում տեսնում եք Օրեգոնը Չիլիի չափ բիզնես ունի օրինակ Թեքսաս նահանգը միայնակ Իտալիայի չափ բիզնես ունի եւ այսպես տեսնում եք նաեւ Ֆլորիդա նահանգը Ինդոնեզիայի չափ բիզնես ունի միայն այս նահանգը այդքան բիզնես ունի ինչ որ լրիվ երկիրը այնտեղ ունի Այստեղ տեսնում եք հիմա Նյու Յորքն եք տեսնում, որ Նյու Յորքը միայնակ իր բիզնեսը համավասար է Կանադա երկրին, այստեղ տեսնում եք Կանադա է գրված։ Եվ ամեն նահանգի վրա գրված է որ երկրի հետ Ջորջիա նահանգն եք այստեղ տեսնում, որը Թայվանի չափ, Թայվանը շատ զարգացած երկիր է։ Միայն Ջորջիան դրան համավասար եւ այսպես տեսնում եք ուրիշ նահանգները մեկ նահանգը համավասար է իր բիզնեսը մեկ երկրի բիզնեսին համավասար է որ մեծ պատիվ է այս երկրին գիտեք դրա համար ամենախոշոր տնտեսությունը այս երկիրը ունի հիմա ես եթե ընդհանուր պատկերացում ունենք ուրեմն Կալիֆոռնիան ասացի 4.1 միլիարդ բիզնես ունի US GDP-ին առաջին տեղում Կալիֆոռնիան է, Թեքսասը երկրորդ տեղում է որպես մեծ տնտեսություն, Նյու Յորք երրորդ տեղում է, Ֆլորիդա չորրորդ տեղում է, Իլինոյ 5-րդ է, Փենսիլվանիա 6-րդ է, Օհայո 7-րդ մեծ տնտեսություն ունի, 8-րդ Ջորջիա նահանգն է, 9-րդ ես մի քանիսը ցեզ օրինակ վերի, որպեսզի ավելի լավ պատկերացում ունենաք։ Տեսնում եք Կալիֆոռնիան հավասար է Ժապոնիայի հետ Հիմա մի քիչ ավել տնտեսությունը մեծ է քան թե Ժապոնիան։ Թեքսասը համահավասար է աշխարհի 8-րդ, ասացի, որպես երկիր Ժապոնը 4-րդ է։ Չորրորդ ամենամեծ բիզնեսը, որ Կալիֆոռնիան ասել է դրան։ Թեքսասը իր բիզնեսը համահավասար է դարձել 2.709 տրիլիոն Այստեղ տեսնում եք Իտալիայի հետ է դարձել համահավասար Նյու Յորքը համահավասար է Կանադային քիչ առաջ ասում եմ ձեզ Ֆլորիդան համահավասար է Ինդոնեզիային Իլինոյ նահանգը 5-րդ մեծ տնտեսությունը 19-րդ մեծ տնտեսությունը աշխարհի Սաուդի Արաբիան է համահավասար է դրան այդքան նավթ այդքան արտադրանք ունի նավթի մի նահանգը Իլինոյը իրեն համահավասար է տեսնում եք Փենսիլվանիան 6-րդ խոշոր նահանգն է այս երկրի համահավասար է Շվեյցարիայի համահավասար բիզնես ունի այդ երկրի համեմատ բիզնես ունի Օհայոն 7-րդ տեղում համահավասար է Լեհաստանի հետ
այդ մի նահանգը Ջորջիան համահավասար է Թայվանի հետ Վաշինգտոն նահանգը մեր լավ հյուսիսում տեսնում եք Թայվանի նորից հենց այդքան բիզնես ունի Վաշինգտոնը եւ Ջորջիա ինչ որ Թայվանը ունի այսպես ես ընդհանուր ուզեցի ձեզ պատկերացում տամ որ ինչպես է երբ որ ասում ենք ամերիկան ամենամեծ ամենահզոր երկիրն է տեսնում եք իր ամեն մեկ նահանգը համավասար է ուրիշ երկրների տնտեսության ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից Նյույորք Նյու Ջերսի որ այնտեղ օդանավակայան է այդ օդանավակայանի մասին պիտի խոսեմ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում եթե ձեր տուն միջատներ կան այսինքն դուք վարձակալ եք Պահարանը բացում եք միջատներ կան մուկ կա մրջուն կա ձեր բնակարանում այդպես չպիտի լինի բնակարանը պիտի բնակելի լինի Կալիֆոռնիայում որտեղ ապրում եք կարող եք զանգահարեք տարբերություն չունի որ քաղաքում եք ապրում այս հեռախոսը համարի նաև եթե ավտոօթար եք ունեն ակսիդենտ ունեք կարող եք զանգահարել այս հեռախոսը համարի եւ նաև եթե վնասվածքներ եք ունենում գնում եք մետեղ վայր եք ընկել sleep and fall կամ ուրիշ դեպք է պատահում մարքեթ է գնացել մեծ սուպերմարկետները ամերիկյան մեծ սուպերմարկեթ է գնացել մի բան այնտեղ չպիտի այդպես լինի ձեզ վնաս է հասնում զանգարեք այս հեռախոսը համարի ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում երկուսն էլ ատամնաբուժներ են եթե որևէ հարց ունեք ձեր ատամների հետ մաքրման կարիք ունի փոփոխության պիտի գեղեցկացնեք ատամների շարանը կամ որևէ ատամին վերաբերող հարցով զանգարեք այստեղ Ալիվ եւ Գլենոքս փողոցի վրա է գտնվում Բրբանքում է բայց անմիջապես Գլենդելի հարևանության է գտնվում այս ատամնաբուժարանը Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 300, 150, 120 տարողջամ capacity-ով եւ նաեւ ամեն օր ճաշ են ձեզ առաջարկում $300 է բայց 10-ից 12 հոգու համար դեռ շատ ավել է քան թե կարող են բավարարվեն այդ 10-ից 12 հոգին կվերադառնա Էլեկտրոնիկ ապրանքները պատկերացրեք հիմա դուք հեռախոս ունեք համեմատեք 15 տարի առաջվա ձեռքի հեռախոսի հետ եւ կամ համեմատեք դրանից առաջ 2010-ին երբ Օբաման նախագահ էր մեծ փոփոխություն մտցրին որ այս էլեկտրոնիկ գործիքները ռադարները օդանավակայանում փոխեն են նորոգում են մտցրին Նրանից իրենից նաև առաջ 10 տարի դրանից առաջ նաև փոփոխություն մտցրել, բայց գիտեք ամեն օր այս էլեկտրոնիկ ապրանքները նոր բարեփոխումների են ենթարկվում, ավելի լավ տեսակն է գալիս, ավելի լավ գործիք է գալիս։ Հիմա ուզում են, որ այդ գործիքները փոխեն, որովհետև Նյու Ջերսի նահանգում պատկերացրեք 3 անգամ անջատվել է, այսինքն այդ անձը, որ աշտարակի մեջ, թավրի մեջ նստած է, նայում է օդանավները իջնեն եւ բարձրանան, այդ կոնտրոլ իրենք ունեն, տեսնում են, հետևում են, որ մի վթար տեղի չունենա, պատկերացրեք 1.5 րոպե 90 վայրկյան սև է իր առաջը, չգիտի ինչ է կատարվում, օդանավները իջնում, բարձրանում են Եվ 2 շաբաթվա ընթացքին 3 անգամ պատահել։ Հիմա ասում են, որ անպայման պետք է Ամերիկայի այդ սիստեմը լրիվ փոխվի, Ամերիկայի մեջ ամեն տեղ պիտի փոխվի։ Բայց այդպես հեշտ չի։ Հարյուրավոր օդանավակայաններ կան եւ գործիքներ միլիոնավոր գործիք է ինչ որ պիտի փոխվի դրանք 3-ից 4 տարի տևելու է բիլիոնավոր դոլար պետք է տրամադրվի, որ աշխատանք լինի։ Ասած է 90 վայրկյան, պատկերացրեք անձը աշտարակի մեջ իր համբյուտերը սև է, իր արջևը սև է, չգիտի ինչ պիտի ասի կամ անի, կոնտրոլերը տեսնում եք, ասում է այստեղ, որ սև է գնում իմ համբյուտերը եւ դու ինքդ ուշադիր եղե, օդաչուին ասում
եւ ուզեք որ շուտ կան գործիքներ փոխեն եւ այլն այսպես արտահայտություն Նյու Յորք այդ Նյու Ջերսի նահանգում տեսնում եք Նյու Յորքից ասում են Նյու Յորքում հետևի որտեղ իրենք չեն կարող տեսնեն այնտեղից նայեն հետո Ֆիլադելֆիայի օդանավակայանից պատկերացրեք Նյու Ջերսի նահանգի օդանավների կոնտրոլը կարողանան, որտեղ այնտեղից էլ կարողանում են հետևեն ռադարներով, այսպես ռադիոներով, ռադարներով, այսպես տեսնում եք անցյալ տարի օգոստոսից այս խիստ խնդրեմ ունի այս նահանգը Նյու Ջերսի նահանգը Նյու Յորք, Նյու Ջերսիում խնդրեմ ունեն Հիմա բախտավոր են լինում այդ ժամանակ որ անջատվել է առավոտվա ժամը 4-ն է անջատվել է որտեղ ավելի քիչ թռիչ կա եւ ավելի կարողանում են կոնտրոլը հեշտությամբ է տեղի ունենում տեսնում եք այստեղ անձը նստած նայում է թավերը, ռադիոները, ռադարները բոլորը պետք է փոխվի եւ նոր կոնտրոլ սիստեմ պիտի բերեն որպեսզի կարողանան United Airlines-ը իր կենտրոնը այդտեղ է մեծ դժվարության մեջ է United-ը, որը ամենախոշոր ընկերությունն է, այս ճամփորդական ընկերությունը United-ը ամենամեծն է, որի ղեկավարը նաև ամերիկահայ է, այսպես այստեղ ծնված է իհարկե։ Տեսնում եք շատ թռիչքներ քանսելներ եղել այդ տարածքում, բնականաբար 4-ից 10 ժամ ուշացումով տեղի ունենում թռիչքները, պատկերացրեք գնացել եք օդանավակայանը, ուրիշ, պետք է ուրիշ տեղ մանավանդ, եթե պետք է հասնել ուրիշ տեղից ուրիշ տեղ թռչել, տեսեք ինչ դժվարություն է ստեղծվում հանրության համար։ Ես ուզում եմ շարունակել խոսել Սկոտ Բեսենտի մասին։ Սկոտ Բեսենտ այս երկրի Treasury Secretary-ն, այսինքն գանձապահն է կամ ելևմտքի նախարարն է։ Այս նախարարը գիտեք Ռուսաստանը նախագահ Պուտինը անընդհատ նախագահ Թրամփը ցանկություն ունի որ Ուկրաինայի համար անմիջապես պատերազմը ավարտի բերեն եւ դա դժվարություն է այդ մեկ դժվարություն իսկ Չինաստանի հետ նաեւ նախագահ Թրամփը խնդրեմ ունի երբ որ ասած 145%-ով հարկ ենք պահանջելու չինացիներից թերիվ ենք պահանջելու թե այս շաբաթ ինչ որ անցավ ասած 80% թերիվ կամ հարկ ենք պահանջելու Չինաստանից ինչ որ գալիս է այստեղ ներմուծվում է պետք է գինի ինչ որ կա 80% պատկերացրեք $10 է ուրեմն $18 կդառնա այդ 80% պետք է անձնեն կառավարությանը ուրեմն դա էր ինչ որ պահանջում հիմա Չինաստանն նաև ասում էր մինչև այժմ որ այդ թարիֆները կա մենք Ամերիկայի չենք ուզում բանակցենք ամենայն դեպս հիմա համոզվել են Շվեյցարիայում ուրեմն Սվիցերլանդ ուրեմն այս երկրի ելևմտքի նախագահ ինչ որ ասացի Treasury Secretary-ին այնտեղ հանդիպելու է իր այդ անձի հետ ղեկավարի հետ ինչ որ ղեկավարում է Չինաստանի տնտեսությունը իր փիրի հետ հանդիպելու է որ մինչև այս վայրկյանից չեն ասել ինչ արդյունք տվեց այս բանակցությունը նախագահ Թրամփը դրա համար որ երկար ժամանակ է չինացիները չեն մոտենում կարծում էր հարկերով կարելի է իրենց անմիջապես բանակցության բերել ասում է որ եթե հետ վերադառնա նախարարը եւ որևէ համաձայնության չեկած լինի ես disappointed չեմ լինի այսինքն ես մտահոգված չեմ լինի այսպես իր արտահայտությունից թվում է որ իրենք նաեւ հույսը չունեն որ կարող են հեշտությամբ չինացիների հետ համաձայնության գալ պատճառը սա է որ Ամերիկայում եթե մարդիկ դժվարության մեջ լինեն դուրս կգան կփողոքեն այսպես աղմուկ կլինի եւ այլն իսկ Չինաստանում այդպես չի այնտեղ ինքը Շի Ջինփինգը
որ Չինաստանի նախագահն է, ինքը ասում է, եթե մի ամիս պիտի մեր ժողովուրդ կսպասի, մի ամիս եթե դժվարություն ունենա, 3 ամիս, մի տարի, 3 տարի, մենք ամփերելու ենք։ Իրենք այսպես մտահոգ չեն, որտեղ այնտեղ եթե դուրս կան, բողոքի դիմեն, սովորաբար այդպես չի լինում, բայց պատահեն է անցյալում, որ դուրս են եկել բողոքի, գիտեք, տանկերով դուրս եկան բոլորին վերացրին, այսինքն իրենց համար այդպես մտահոգություն չի, այս երկրում այդպես բաներ հնարավոր չի արել։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է խոսեմ Judge David Souter, մեկ Գերագույն ատյանի դատավորի մասին խոսեմ, իսկ նաև նրանից հետո Վինեսի մասին պիտի խոսեմ եւ մեկ ակսիդենտի մասին խոսեմ, պատահավ ուրբաթ օր, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է սա, եթե ագնոցի կարիք ունեք, եթե ջուր է ուսում ձեր աչքից, լավ չեք տեսում, այդ բոլոր հարցերով եւ նաեւ եթե վիրահատության կարիք ունի աչքը, լենզ պիտի տեղադրեք, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Գտնվում է 240 South Jackson փողոց, Suite 310 այստեղ, բայց ամենայն դեպս ժամադրություն վերցրեք այստեղ։ M&M Liquor Market-ն հովանավորում ծրագիրը, M&M Liquor Market նախ որ EBT-ին կարող եք օգտվել M&M Liquor Market-ում։ Նաև M&M-ը ձեզ է առաջարկում ինչ որ մինչև $30 առևտուր անեք, մինչև $30 առևտուրը 10% զեղչ կստանաք, $90 առևտուր անեք, $9 զեղչ կստանաք եւ որոշ նաեւ այնտեղ կգտնեք, ապրանք կգտնեք, որ կարող է մինչև 20% զեղչ ստանաք, իրենցից կարծնեք, բայց 10%-ը անպայման է այցելեք M&M։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն ընդամենը 1928 թվականից աշխատում է, 97 տարի աշխատում է Hollywood Piano-ն։ South Arroyo Parkway-ի վրա է գտնվում Hollywood Piano-ն, որտեղ տարատեսակ դաշնամուր կգտնեք, որևէ երկրում դաշնամուր են արտադրում իրենք ունեն։ Հարյուրավոր դաշնամուր է շարված այնտեղ, հիմա ռեկլամի մեջ էլ կտեսնեք։ 200 չտեսնված է, որ Կալիֆոռնիայի ամենախոշորն է, նաև կարող Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութը լինի։ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը, Raffi's Market Բրբանքում է գտնվում Գլենդելի հարևանությանը, պատրաստի ճաշ ունի Raffi's Market-ը, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, կվերադառնա։ Դուք տեսնում եք David Souter, Գերագույն ատյանի, այսպես Supreme Court-ի դատավորներից է, 1999 թվին նշանակվել էր այդպես։ Ինքը New Hampshire նահանգից էր եւ իրեն նախագահ Ջորջ Բուշը նշանակեց Supreme Court-ի, բայց նախապես իրեն նշանակել էին վերանայման դատարանի, Court of Appeal-ի դատավոր նշանակեցին։ 3 ամիս ընդամենը այդ դիրքի մեջ էր, հետո նշանակեցին Supreme Court-ի judge։ Supreme Court-ի judge-ին, երբ որ ուզում են նշանակեն Սենեթում, շատ հարցեր են տալիս, շատ ժամանակ են տրամադրում, որպեսզի իր նախապես ինչ որ որոշումներ է կատարել, բոլորը ուսումնասիրվում է, իրեն հարցեր են տալիս եւ այլն։ Բայց ինքը որովհետեւ կարճ ժամանակ առաջ մյուս դատարանի համար, մի աստիճան ավել ներքև դատարանի համար բոլորը քվեարկեր էին, շատ հեշտությամբ կարողացավ, այսինքն նախագահը մեկին առաջարկում է, Սենեթը հաստատում է, անձը դառնում է դատավորը Supreme Court-ի։ Շատ հեշտությամբ դարձավ Supreme Court-ի դատավոր, բայց տարօրինակ դեպք պատահեց եւ այն այս էր, որ իրեն ռեփաբլիկաններն էին նշանակել, ռեփաբլիկանները երբ որ նշանակում են, պահպանողական թևին են առաջարկում
եւ հետո նախագահը առաջարկում է եւ սենատը հաստատում է դեմոկրատները երբ որ առաջարկում են նա որ իրենց գաղափարախոսության մոտիկ եղել իր գրություններում նախքին վճիռները ինչ որ տվել է բոլորը ուսումնասիրում են թվում էր որ սա պահպանողական է ռեփաբլիկան գաղափարախոսության մոտ է շատ դրա համար հեշտությամբ հաստատում են իրեն իսկ զարմանալիորեն մի 2 տարի հետո ինքը այդ պահպանողական դիրքից տեղափոխվում է դառնում է միջին ոչ պահպանողական էր որ չափավորներին նման էր այսինքն ոչ ռեփաբլիկանների գաղափարն ուներ ոչ դեմոկրատի ուներ հետո դարձավ լրիվ դեմոկրատների այդ գաղափարախոսություններ հետևում որ բոլորը բարգացած էին որ ինչու իրեն նշանակեցին եւ ահա 19 տարի մնաց դատավորները ցմահ են նշանակվում ինքը 50 տարեկան էր 69 տարեկանում ասած էլ չուզում շարունակի այսինքն հոգնեն էր այս վիճաբանություններից եւ այլն թողնում է Supreme Court-ը եւ տարօրինակ դատավոր էր այս մարդը ոչ ոք այդ չէր շփվում ոչ մի ընտանիք չուներ երբեք չամուսնացավ ու հա այսպես մինակ մնաց միայնակ էր ապրում եւ երբ որ հրաժարվեց հետ վերադարձավ իր ընտանիքի պապական տանը այնտեղ ապրում էր այնտեղ եւ չէր շփվում շատ մարդկանց հետ բացի մի քանի ընկերներ դատավորներին երբ որ աթոռին նստած են կամ հետո որ հանգստի են կոչվել հաճախ կանչում են օրինակ համասարաններում կոնֆերանսներում որ իրենք փորձառու մարդիկ են իրենց գաղափարները երբեք չէր գնում իրեն որտեղ հրավիրում են չէր գնում ոչ ոք չէր շփվում տարօրինակ մի մարդ էր սա որ հիմա 85 տարեկան հասակում մահացել է հիմա այստեղ եթե շարունակենք Դեյվիդ Սութերին եք տեսնում Նյու Համփշիրից հետաքրքիր երևույթ իր կյանքում ամենահարուստ դատավորն էր հիմա ոչ թե տարօրինակ ձևով արստացավ տեսնում եք այդտեղ դատարանում իրեն տեսնում եք այնտեղ վերևում ծախի աչից երկրորդ անձնավորությունն է կանգնած է երբ որ 1990-ական թվականներին էր այսպես տեսնում եք իրեն Դեյվիդ Սութեր որ մահացել է այս շաբաթ մահացել է հիմա ինչն էր մի զարմանալի բան ինքը 165,000 գումար է ունենում նորմալ ընտանիքից եղել, ոչ աղքատ են եղել, ոչ հարուստ են եղել, բայց այսպես middle class են եղել։ $165,000 ինվեստ է անում մեկ ընկերության վրա։ Այդ իրեն փայատերությունը, ստակը տարօրինակ մեծանում է, դառնում է դրա համար դառնում է այդ Supreme Court-ի ամենահարուստ դատավորը, որովհետև դառնում է տասնյակ միլիոն դոլար այդ ինվեստմենտը իրենը այնքան բարձրանում է գումարը, որ այսպես դառնում է, ինչ ասացի, ամենահարուստ դատավորն է դառնում այդ իր ստակի հետևանքով։ Ես ուզում եմ հիմա շարունակել խոսել Վինեսի մասին, Վեներա մոլորակի մասին, ավել շուտ կամ Վենուսի մասին, մոլորակի մասին, որտեղ 1972 թվին որոշեցին, որ հրթիռ արձակեն դեպի գնա այդ մոլորակը, որ մեզանից շատ հեռու է, եւ ուսումնասիրեն, տեսնեն այս մոլորակի մասին ավել տեղեկություններ կարողանան հավաքեն։ Եվ ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ այս մոլորակը 92%-ն է երկրագնդի, այսինքն մի փոք տեսնում եք Վենեսը տեսնում եք այդտեղ կամ Վեներա մոլորակը տեսնում եք, բայց այդ ինչ որ ղրիկերն էին գնա այնտեղ չի գնում, մնում է մեր տարածքում մնում է եւ այն ժամանակվանից մնացել է այդ ինչ որ ղրիկերն էին դեպի Վենեսը, ինչ որ ձեզ ասեի Վեներա մոլորակին ուղարկել մեր շրջապատում մնացել էր եւ հիմա ասում են որ պիտի գա դիպչի
կամ մեծ մոլորակին կատիպ չի 70%-ով բախտը տվեն են որ այս հերթիրը գալու է ընգնի ջրի մեջ եթե այս մենակ ցամաքը չի ցամաքը փոք մաս է կազմում մեր մոլորակի տարածք շատ ջուր է պատված քան թե հողատարածք նախատեսում են որ կգա երևի ավել մանրամաս հետո հայտնի կլինի 70%-ով ասեցի բախտն է որ կանգնի օվկիանոսներից մեկի մեջ հիմա ես ուզում եմ մի տարօրինակ դեպքի մասին ուրբաթ օրը տեղի ունեցավ այստեղ մի օքի մեքենայով ուզում է փախուստ տա Պոլիսը մի րոպե ընդամենը մի րոպե իրեն հետևում է այնքան արագ գնում է մի 6 հոգու վիրավորում է 4-ը ավել լուրջ 2-ը հիվանդանոց մյուսները ասում են չեն ուզում գնան հիվանդանոց եթե այստեղ ցուցադրենք տեսեք մեքենան բարձրանում է ուրիշ մեքենայի վրա եւ պոլիսը իրեն մի րոպե է տևում այս տեսեք մեքենան գնացել է այն կուտերսի մեքենայի վրա էր բարձրացել Սան Պեդրոում պատահել էր այս դեպքը ինչ որ տեսնում եք ասացի 6 հոգի վիրավորվել էին 2 հիվանդանոց էին տարել որտեղ լուրջ էր վարորդը ինքն էլ վիրավորվել էր բայց լավ է այսինքն չի մահանալու տեսնում եք մեքենան մյուս մեքենայի վրայից իջեցրել են հիմա մի րոպե պատահում ես դրա համար եմ ձեզ ցուցադրում սա որ ամեն վարքյան այստեղ անձին վտանգ է սպառնում այսպես իրեն անձը felony 4 felony warrant էր ունեցել այսինքն իրեն warrant է ունեցել գիտեք պիտի դատարան ներկայանա չէր ներկայացել եւ գտնում են այդ մեքենայի մեջ անդրադառնում են մեկը ասում է մեքենայի մեջը պոլիսը ընկնում է հետևից եւ այսպես վնաս է հասցնում շրջապատին բարեբախտաբար ոչ ոք չի մահացել եւ չի թվում ինքը ոչրագործը կամ ուրիշները ոչ մեկը մահանան այստեղ տեսնում եք փողոցում այդ վիրավորներին պարկացրել էին մայթի վրա այսպես ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը մեկ շենք ցույց տամ տեսեք կայծակը ինչ է անում Real ID-ի մասին պիտի խոսեմ Ռուսաստանի շքերթը Չինաստանի նախագահի ներկայությամբ դա ցուցադրեմ ձեզ իսկ ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը Court Furniture գտնում է Central-ի մրթելի հատման կետում Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է մոտարապես 100 խանութ ունի Court Furniture-ը Ամերիկայում Glendale-ում ասացից է Central-ի մրթել Orange County-ում 405 freeway եւ Euclid փողոցի հատման կետում է նաեւ Santa Ana-ում ունեն New York, Florida որտեղ որ դիտում եք այստեղ ծրագիրը եթե զանգարեք կասեն որն է ամենամուտիկը ցես նոր matress պիտի գնեք այցելեք Court Furniture նաեւ գրասեղան սեղան աթոռներ կգտնեք Court Furniture-ում Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը Ձեզ է առաջարկում, եթե երդե հետ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, bankruptcy պիտի ֆայլանեք, կամ մեքենայի վտար եք ունեցել, զանգարեք այս հեռախոսը համարին, այստեղ ձեզ մոտ նշանակեք։ Նaqash լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատուն եք գնում այս տեսակը վերցրեք, Նaqash լավաշը վերցրեք։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի տակ, թաթի վրա ոտքի վրա վերք է չի լավանում, քայլում եք շնչասպառ եք լինում, այստեղ զանգարեք։ Orange County-ում գրասենյակ ունի, Los Angeles County-ում Commerce, Encino եւ նաեւ Glendale 616, իսկ Glenox փողոցի վրա է գտնվում կվերադառ։ Այն ամերիկյան հաստատությունն է կառավարության, որ immigration-ների հարցով է զբաղվում։ Հիմա այս վերջին ժամանակները նախագահ Թրամփը հրաման է տվել, որ անօրինականներին
գնան ձերբակալեն եւ այս երկրից վտարեն։ Մի խումբին իհարկե ուղարկեցին վենեսուելացիներին, ուղարկեցին Էլ Սալվադոր։ Եվ հիմա շարունակում են։ Հիմա կենտրոններ, detention center, ում այդտեղ որ անօրինականներին տանում են, պահում են, բանդարգված պահում են, գիտեք, ներկայացնի տան անդամները այս երկրի իրավունք ունեն առանց տեղեկացնելու գնան, ասեն մենք ուզում ենք մտնենք ներս եւ տեսնենք այստեղ այս մարդկանց որ ձերբակալներ եք, պահում եք, վիճակը ինչ է, որպիսություն այդ բանդի ինչ է։ Այսպես է որ Նյու Ջերսիում 3 այդ ներկայացնի տան անդամներից գնում են detention center, որ անօրինականներին պահում են, նաև Նյու Յորք, Նյու Ջերսի մի քաղաք է Նյու Յորքը, Նյու Ջերսիում քաղաքապետը գալիս է որպեսզի դուրսը բողոքելու, որ այս անօրինականներին հավաքեն են, ամենայն դեպս իրեն ձերբակալում են, այսինքն քաղաքապետին ձերբակալում են, ոստիկանությունը ձերբակալում է իրեն։ Ես հիմա դա ինչ ուզում եմ այստեղ ցուցադրել, այստեղ տեսնում եք, սա քաղաքապետն է, ում որ տեսնում եք ձեռքը հետևը կապեն էին, քաղաքապետն է բռնել ձերբակալեն են տանում են։ Եվ դուրս են եկել բողոքի, ոմանք ժողովուրդ դուրս է եկել, սա detention center, տեսնում եք այդ պահում է ոստիկանությունը եւ այստեղ տեսնում եք DHS-ը, այսինքն Department of Homeland Security US Department of Homeland Security որ նախարարությունը ասում է շատ տարօրինակ հարց է, գալիս են մտնում են եւ մեր գործը խանգարում են, այսինքն այս քաղաքագետներ։ Սա իհարկե հին ցուցադրեն Էլ Սալվադորցիներին, որ գնացին, սա սենատորը աչում գնացել էր Գարսիա, որ կին ունի, երեխա ունի այստեղ, կառավարությունը ասում է, որ սա գանգ է եղել, բայց ոչ մի տվյալ չեն ներկայացնում։ Այս սենատորը գնացել է հանդիպել է Էլ Սալվադորում, հանդիպել է այս անձի, ասած է այստեղ ամերիկացի ամերիկուհի կին ունի եւ 2 երեխաներ ունի, բայց կառավարությունը Ամերիկայի ասում է մենք հնարավորություն չունենք իրեն հետ վերադարձնելու։ Իհարկե նախագահ Թրամփը անընդհատ գրակում է, որ սա գանգի անդամ է կամ gang member է, այստեղ տեսնում եք, այդ նորից տեսնում եք այդ Գարսիային եք տեսնում, եւ դեռ մնում է այնտեղ, նախագահ ապրիլի 29-ին ասաց, որ չենք նախապես պիտի վերադարձնեն, հետո ասաց չենք վերադարձնելու, նախագահ Թրամփը այդպես ասել։ Մեկ ուրիշ աղջկա եք տեսնում, այստեղ սա Taft համալսարանի աշակերտը որ վիզա ունի եւ ցույցերի էր մասնակցել իհարկե, իրեն բանդ էին տարել։ Հիմա դատավոր ասած պիտի ազատեք իրեն, ազատեն են իրեն, ինքը թուրք է իհարկե, բայց այստեղ աշակերտ էր եւ այսպես տեսնում եք դատավորը հրամանն էր, որ ազատ պիտի արձակե, եթե պետք է պիտի կա դատարան։ Կառավարությունը ինքը չի կարող որոշի due process, այսինքն ով որ այստեղ անօրինական ինչ որ նախ պիտի կա դատարան եւ ներկայանա իր փաստերով։ Դատավորն է որ կորոշի պետք է երկրից վտարեք թե ոչ, այդպես է ձևը, բայց հիմա մի քիչ փոփոխություն կա իհարկե նախագահ Թրամփը ասում է սրանք անօրինական են, պետք չի այդ process-ի մեջ այդքան երկար անցնել։ Ես ուզում եմ խոսել Ռուսաստանը 1945 թվականին Ռուսաստանի պատճառով էր, որ երկրորդ համաշխարհային պատերազմ գիտեք ավարտի եկավ։ Մեծ դեր ունեցավ Ռուսաստանը։ Դրա համար այդ բերումով Ռուսաստանում ամեն տարի շքերթ է տեղի ունենում։ Զինվորական խոշոր աշխատանք է տեղի ունենում, տեսնում եք։ Այս տարի հրավիրել էր նախագահ Պուտին, հրավիրել էր Չինաստանի ղեկավարին, նախագահին, որ միասին դիտեն այս շքերթը։ Գիտեք, Թրամփը ասել էր, որ Ուկրաինայի պատերազմը ավարտի բերելու համար մի ամսում ավարտի պիտի բերենք
Պուտինին եւ Զելենսկին ասել էր, որ պետք է համաձայնության կան ավարտեն այդ։ Թվում է, որ Պուտինը անընդհատ հետաձգում է կամ ցանկություն չունի, որովհետեւ ամեն օր Ռուսաստանը ավելի շատ գրավում է Ուկրաինայի տարածքներ։ Երևի այդպես ծրագիր կա, որ ինչ որ նպատակա տրված է հասնի այդ սահմանին հետո բանակցության կա Ուկրաինայի հետ նախագահ Թրամփի ցանկությանը այսպես արձագանքի թվում է։ Ամենայն դեպս Չինաստանի ղեկավարն է այս շքերթին մասնակցել է Պուտինի հետ, անցնենք մասնակցել է այստեղ եւ ինչ որ քիչ առաջ նաեւ ասացի Չինաստանն ասում է եթե դժվարություն կլինի տնտեսական մենք կտոքանք Ամերիկան գիտեք պատժամիջոց է նկատի առել այստեղ Չինաստանի ղեկավարն է Ռուսաստանի ղեկավարի հետ ցույց են տալիս իրենց կարողությունը սա երևի նպատակատրված է ամերիկացիներին ցույց տալու եւ Չինաստանի ղեկավարը մասնակցելու շքերթին որ իրենք մոտիկ բարեկամներ են այստեղ J.D. Vance փոխնախագահն է այս մասին խոսում է իսկ Լուկաշենկոն տեսնում եք այստեղ նաեւ Բրազիլիայի նախագահը այդտեղ է գնացել էր այդ շքերթին մասնակցելու 21 երկրներից, այսինքն 21 երկրի ղեկավար, դրանց մեջ Բրազիլիան, որ Ամերիկայի հարավային երկրները սովորաբար շատ մոտ են լինում Ամերիկային։ Նաև այստեղ տեսնում եք Բելարուսի նախագահ Լուկաշենկոն ասաց, որ Պուտինը որևէ մեկի որևէ բան չունի վերադարձնելու, այսպես Putin doesn't owe anyone anything, ուրեմն ոչ ոքի ոչինչ պարտք չէ, այսպես ասեց, որ այս հարցը, որ Ամերիկան պահանջում է բանակցեն Ուկրաինայի նախագահի հետ, այսպես արտահայտվեց այդտեղ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ Python ձեզ ցուցադրեմ, հետո Real ID մասին խոսեմ, կապույտ թիթերի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Պարոն Էդվարդն է հովանավորում, եթե բիզնես ունեք, էլ չեք ուզում շարունակեք, հոգնեն եք, չեք ուզում շարունակեք, զանգահարեք իր հետ խորհրդակցեք վաճառելու համար ձեր բիզնեսը։ Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն, կվերադարձնեն։ Թեքսասում տեղի ունենում lightning, կայծակ էր տեղի ունենում, տեսեք 3 հոգի տան մեջ են, այս կայծակը ուղիղ մեկ շենքը լրիվ հրդեհում է, աչում է, այսպես տեսնում եք 3 հոգուն իհարկե հիվանդանոց են տանում, տեսեք կայծակի հետևանքով ճիշտ հարվածել է այդ շենքին, բայց մահացու չեն այս 3 անձիկ ինչ որ վիրավորվել են, տան մեջ են եղել կայծակի հետևանքով այսպես դժվարություն։ Ես եմ խոսել Real ID-ի մասին, արդեն դուք գիտեք, որ օդանավով եթե ներքին թռիչքների համար միայն Եթե արտասահման պիտի գնաք փասպորտ պետք է։ Կալիֆոռնիային է տեսնում եք այսպես է Real ID-ն, որ արջը այստեղ է ասխ կա վրան, եւ դուք եթե օդանավով պիտի ճամփորդեք, պետք է այս Real ID-ն ունենաք։ Հիմա ժամանակը վերջացավ, դուք միշտ փասպորտով կարող եք ճամփորդել, անգամ ներքին թռիչքների համար։ Բայց եթե սա ունենաք շատ ավել արագորեն օդանավակայանի մեջ շատ ժամանակ չի խլի ձեզ, որպեսզի կարողանաք անցնեք։ Ուրեմն, եթե ցանկություն ունեք, կարող եք գնալ DMV, հիմա այդքան սրանից հետո զբաղված չի լինի, մինչ հիմա 2005 թվից ցանկությունը կար, նախարարուին եք տեսնում, որտեղ US passport card-ը, այսպես եթե հարկավոր է, կարող եք փորձել եւ Real ID ունենաք
որպեսի ճամփորդելիս ավել հեշտությամբ կկարողանաք որևէ տեղ գնալ։ Ասացի 2005-ին էր տերորիստների աշխատանքի, որ Նյու Յորքի 4 Նյու Յորքում 2 շենք, Վաշինգտոնում Պաշտպանության նախարարություն եւ 1 օդանավ Փենսիլվանիայում վայր ընկավ 911 տեսնում եք կոմիտե կյանքի կոչվեց եւ առաջարկեցին, որ անպայման պետք է real ID ունենան, որովհետեւ այդ տերորիստները կարողացան էին շատ հեշտությամբ օդանավի մեջ մտնել կամ որպես ճամփորդ, հիմա ավել կոնտրոլ կա, գիտեք այդ ժամանակվանից 81% մարդիկ վերցրել են real ID հիմա ունեն։ Մնում է մոտարապես 20%-ից մի քիչ, որ նրանք որ ճամփորդում։ Եթե ճամփորդում եք դուք, եթե չեք ճամփորդում, երբեք real ID պետք է չի, այսպես, բայց եթե վերցնեք հարմար կլինի, ավելի հեշտ կլինի։ Ես ուզում եմ խոսել կապույտ թիթեռի մասին։ Կապույտ թիթեռը Սան Ֆրանցիսկոյի մոտ մի տարածքում նախկինում շատ է եղել 80 տարի է որ աշխատում են այս կապույտ թիթեռը կարողանան հետ վերադարձնեն այդ տարածքում Ամերիկայի, այսինքն Կալիֆոռնիայի Academy of Science գիտությունների կենտրոնը աշխատում այս հարցի վրա շարունակենք այդ կապույտ թիթեռն եք տեսնում այդտեղ blue butterfly-ն եք տեսնում, այսպես նկարված է գիրքերում եղել, որ կորերն էր կամ անհետացել էր այս թիթեռը։ Եվ հիմա աշխատում են նույն տարածքում, որ թվում է ամենանորմալ տարածքը պիտի լինի, որտեղ սկզբում հենց այդտեղ է եղել, որպեսզի հետ վերադարձնեն նորից վերադառնա թիթեռը այդ տարածքը։ Այդ թիթեռը համարվում է վտանգված տեսակներից endangered species եւ այս Սան Ֆրանցիսկոյի մոտ է, որ ասում են այդտեղ է եղել, ինչ որ տեսնում եք այդ տարածքում եղել։ Հիմա գիտեք նոր տեսակ շուն մուկ նաեւ աշխատում են, որ կարողանան ուսումնասիրություններ լինի եւ թիթեռն է, որ տեսնում եք այդտեղ նստած է, աշխատանք է տարվում, որ նույն տարածքում, ինչ որ այդ Սան Ֆրանցիսկոյի տարածքում եղել են իրեն, նորից կարողանան repopulate կամ ավելցնեն այդտեղ թիթեռներին։ Ես ուզում եմ վերջա նախքան խոսել մայրերի օրվա մասին, մեկ նախկին Հռոմի պապը երբ մահացավ, տեսնում են 200,000 յուրոն գումար է թողել։ Ում է թողել։ Բայց այդ երկար տարիներ 88 տարեկան էր, երբ Հռոմի պապը մահացավ, ինքը միայնակ եղել, ինչ գումար է ունեցել, հավաքել է, դարձել էր 200 յուրո։ Այսպես տեսնում եք, 200 յուրո գումար է ունեցել, որ $200,000-ից մի քիչ շատ։ Բայց այդ գումարը նվիրեն էր, այդ ինչ որ ունեցել էր տարիների ընթացքում, հատկացրել էր երիտասարդների, որ բանդում աշխատացնում են։ Իտալիայում այդտեղ Վատիկանին մոտ մեկ բանդ երիտասարդների, պատանիների բանդը, որ ես ուզում եմ ցույց տալ, լրիվ գումարը հատկացրել էր, այստեղ տեսնում եք մակարոն են պատրաստում եւ հիմա այստեղ տեսնում եք, սրանք բանդարկյալներ են, այդտեղ աշխատող եւ հիմա մարդիկ, որ իմացան այդ մակարոնը պատրաստվում է բանդարկյալների, տեսնում եք, գնացել ոտքներն էր, ինչ որ լվանում էր պապը, նախքան իր մահը 2013-ին տեսնում էր գնում էր միշտ հենց այդ բանդարկյալների ոտքերն էր լվանում, այստեղ տեսնում եք, եւ ասել է այս իրեն հարստությունը այդ ինչ որ 200,000 յուրոն, որ մի բան $2,200 երևի մի փոքր, լրիվ հատկացնեն այդ աշխատանքին, այստեղ տեսնում եք, ասում եմ մենք լավ փաստա ենք պատրաստում,
եւ այստեղ փաստանները տեսնում եք իսկ ժողովուրդը երբ որ լսում է հիմա տեսնում եք նաեւ գրեն են որ Պապը գումար է հատկացրել այս փաստապատրաստող գործարանին իրենց վաճառքը շատ խիստ բարձրացել է իսկ Հռոմի Պապը տեսնում եք այստեղ իտալերենով ասել է անգլերենով թարգմանությունը գրված է ասել են երբեք մի թողեք բոլորին ասում իհարկե մի թող որ քո հույսը գողանան don't let your hope be stolen ուրեմն այդպես արտահայտվել է Հռոմի Պապը ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից այսօր կարևոր օր է մայրերի օրն է վերադառնամ այդ նյութով զբաղվեմ իսկ ծրագիրը հովանավորում է Անաշե gift հովանավորում է ծրագիրը եւ ցեզ է առաջարկում այս սուրճի բաժակը նոր ստացեն են տարատեսակ բաժակը սա մեկ օրինակն է անպայման այցելեք գեղեցիկ բաժակներ եւ պնակներ կգտնեք Անաշե gift-ում Գլենոքս փողոցի վրա է գտնվում Գլենդելում է Բրբանքի հարևանության կվերադառնա 1937 Գլենոքս փողոցի վրա է գտնվում Անաշե անվանումը կրող նվերների խանութը։ Խանութից կարող եք ձեռք բերել կենցաղային առարկաներից մինչև թանկարժեք այլիրեր։ Որոշ ապրանքատեսակներ վաճառվում են մեծաքանակի արժեքներով։ Յուրաքանչյուր շաբաթ ապրանքատեսակներ մինչև 50% զեղչ գներով։ Ում այսօր մայրերի օրը ես շնորհավորում եմ բոլոր մայրերին, դրանց գից նաև իմ երեխաներից մայրերին կամ իմ կնոջս շնորհավորում եմ մայրերի օրը։ Ձեր կողմից եւ իմ կողմից մայրերին նրանք որ մահացել են մեզանից հեռացել են այս երկրում այսպես է որ այս սպիտակ մեխակը Carnation ես նվիրում եմ իմ մորս, որը 40 տարի մոտավորապես մահացել է եւ ձեր բոլոր նրանք որ կորցրել են իրենց մայրիկին, ես այս սպիտակը նվիրում եմ իմ մայրիկից եւ ձեր մայրիկներին, ձեր կողմից այս սպիտակն է։ Իսկ ողջ նրանք որ մայրեր ողջ են իմ կողմից, իմ կնոջս, իմ երեխաներից մայրերին եւ բոլոր դուք մայրեր, որը կամ ամուսինները, որ ունեն կին, մայրեր, երեխաների մայրերին, կարմիրն է, որ նվիրում եմ նրանք, որ ողջ մայրեր են, սա կարմիրը ձեզ համար է, սրանք մեզանից հեռացած մայրերի համար է։ Այսպես է այս երկրում եղել, երբ որ մեկ, գիտեք, հնուց Անգլիայում սովորություն է եղել մայրերի օրվա առիթով Նրանք որ աշխատում են ուրիշների մոտ, այսինքն պամոր էին ընտանիքի մեջ 1600 թվականից ուղարկում էին, որ գնան իրենց մայրերին տեսնեն։ Իսկ այս մայրերի օրը ավելի շատ այսպես այս երկրում ընդունելությունը սկսեց, երբ որ մի կին Անա Ջարվիս անունով, երբ իր մայրը այստեղ տեսնում եք Անա Ջարվիսին եք տեսնում իր մայրը մահանում է եւ ինքը մնում է իր կույր քրոջ հետ մի անգամից մտածում եմ որ ինչու ահա այսպես մի օր չկա որ գնահատել մայրիկին որովհետեւ մինչեւ այն ժամանակ որ ողջ էր իր մայրը ուրեմն ահա այսպես կարծիք թե կարիքը չէր զգացվում որ իր մայրիկին գնահատելու ինչպես մենք երևի այսպես ենք երբ որ մեր կողքին այստեղ այդքան չի գնահատում երբ որ հեռանում ենք նոր հիշում ենք որ այս մեր մայրը ամեն օր ամեն գիշեր ամեն ցերեկ մեզ համար էր մտածում երբ որ մեծացնում էր 1905 թվականից այս կինը սկսում է նամակագրություն է սկսում որպեսզի օր լինի մայրերի համար Եվ ահա այս առիթով 1913 թվին այս երկրում բոլոր այսինքն ներկայացնի տան մեջ հաստատում են որ լինի այս երկրում մայրերի օր եւ այդտեղ էր
որ բոլորը գալիս են ներկայացնի տան անդամները սպիտակ մեխակ են դնում այն ժամանակ, սպիտակ մեխակ են դնում իրենց կրծքին եւ 1914-ին նախագահ Վուդրո Վիլսոնը, որը միշտ չկա նախագահ, որ այսքան հարգանքսեր ունեցած լինի իր մորը, ինչքան Վուդրո Վիլսոնը, գիտեք, մեր կյանքի մեջ մեծ դեր է ունեցել, մեր գիտեք 1920 եւ այդպես այսինքն այդ տարիներում ասած, որ պետք է Հայաստան լինի, դրա համար մեր պատմության մեջ Վուդրո Վիլսոնը շատ մեծ ներկայություն ունի, ամենայն դեպս այնքան իր մայրիկին հարգում սիրում էր, որտեղ իր Վուդրո իր մայրիկի անուններ իր անունը չի, որ այսպես ընդունում է, ավելի շատ իրեն ճանաչում են այդ մայրիկի անունով եւ հայտարարում է եւ ստորագրում է օրենքի վերածում 1914 թվականին մայրերի օրեն հայտարարվում եւ ինչ որ ձեզ ասացի այդ տարի այսպես նաեւ ընդունվում է ծաղիկը որպես մայրերի օր։ Հիմա այսպես վիճակ է տիրում, որ ես ուզում եմ ասել, որ անհավատալի սերը ինչ որ մեզ ցույց են տվել մայրերը։ Այսպես մենք բոլորս մեծամասնությունը յուրահատուկ սեր ունեն մայրին, որովհետև 9 ամիս իր մոտ այդ կշիռ, այդ ծանրությունը, այդ կյանքը, որը իր մոտ էր մեզ պահետո ծնվում ենք, ուրեմն այդ բոլոր նեղությունը կատարում է։ Հայ մայրը հայ լեզվի ուսուցչուհին է եղել, դասատուն է եղել, որ մենք կարողացենք սովորենք հայերեն խոսենք։ Չունեինք այդ ժամանակ մազ եւ ծնվում էինք ոչինչ, այսպես էլ երևի ինչ որ հետո գեղեցկադեմ են դառնում, այդքան չէր, առաջի վարքյանից իր մեծ սերն է ցուցաբերում որևէ մեկին, այսինքն այսպես սիրված երեխային սիրում է, մեծացնում է, անքուն գիշերները անցկացրել մեր մայրերը, չարություն այն անում եւ անուշադիր ենք լինում իր հանդեպ մեզ ներում էին, երբևիցե չեն մեզանից այսպես սիրտ կտրել կամ այս իրենց սերը եւ գուրգուրանքը մեզանից չեն կտրել անկախ ինչ են կարել։ Բոլոր նրանք որ կորցրեն իրենց մայրիկին, թող հողը թեթև լինի իրենց վրա, բայց պիտի հիշենք, որ այս մեր մայրիկները բոլորը հիմա պատկերացրեք, որ ես քիչ հետո պիտի ձեզ ցույց տամ, եղել են բուժքույր, եթե հիվանդ էինք, դժվարություն ենք, իրենք էին, որ հոգ են տանում կես գիշերին եւ այլն, եղել են բժշկուհի, հոգեբույժ է եղել տարիների ընթացքին, երբ մեծանում էինք եւ այսպես տան մաքրարարն են եղել են ինչ որ խոհարար են եղել մեզ համար եւ ահա այսպես մեծացել են, ծառա են եղել եւ ամեն ինչ որ պատկերացնում եք մեզ պաշտպանողն են եղել եւ գիտեք ինչ որ մեր անցյալից ավանդույթներ, սովորություններ հայկական փոխանցել են մեզ։ Հույները, հռոմեացիները նաեւ ունեցել են, այսպես ընդունել են Անահիտ, այդպես աստվածների շարանում եղել են եւ ասացին ինչպես 1600 թվականից Անգլիայում Կիրակի օր մայրերի օր էին ընդունում։ Այս երկրում վերջնական որոշեցին, որ մայիսի երկրորդ Կիրակին դառնա մայրերի օր եւ ահա այդ թվականից 1914 թվականին ուրեմն official վերջնական եղավ այս հարցը։ Ես ուզում եմ ասել, մեր մայրերը մեզանից բացի ոչինչ չէին ուզում։ Ահա սա ամենակարևոր հարցն էր, որ միայն հենց մեզ են ուզեցել, ոչ մեզ սպասելիք չեն ունեցել եւ ես այդ եմ տեսել իմ մայրիկից, թեև երկար տարիներ հեռացել է, բայց մինչև այնքան որ ողջ է եղել, միշտ միայն սեր, գուրգուրանք եւ միայն
ցանկություններին հանդիպեին, ոչ մի սպասելիքներ չեն ունեցել։ Ես հիմա որոշ տվյալներ եմ ուզում ձեզ ցույց տալ, եթե սկսեինք, դուք տեսնեք, որ մայրերի օրը այս Անա Ջարվիսը բնավ հետաքրքրված չէ, որ բիզնեսային տեսք կստանա։ Մենակ ցանկություններ որ կնան իրենց մայրիկին այցելելու, բայց գիտեք բիզնեսները ժիրեն քիչ-քիչ մայրերի օրը եղավ այն, որ դուք անպայման պիտի մի բան կնեք։ 2015 թվին ընդհանուր գումարը ինչ որ ծախսում էին մայրերի համար 21 բիլիոն 200 միլիոն էր։ Տարիների ընթացքին տեսնում եք բարձրացել է, նախատեսում են, որ այսօր այդ գումարը ինչ որ ծախսելու են հանրությունը 34 բիլիոն 100 միլիոնի է հասնելու։ Ուրեմն մայրերի օրվա առիթով 36.9%-ը գնում են հագուստներ են գնում accessories ուրիշ առավել ապրանքներ jewelry ոսկի են գնում մայրիկիների համար 35.5%-ով այդ են նախընտրում ծաղիկներ են գնում 68.5%-ով գիրք եւ CD են գնում 20%-ով եւ ահա այդպես տեսնում եք քարներ են գնում ահա տոկոսային հարաբերությամբ տեսնում ես տանում են դուրս իրենց ընթրիքի են տանում 55.9% այդտեղ տեսնում եք եւ ուրիշ բաներ նաեւ գնում են բայց եւ այնպես տոկոսային հարաբերությամբ տեսնում եք ինչ շեր են գնում անցնում ենք առաջ եւ գումարային ինչ որ ծախսում է ոսկեղեն են առնում 5.2 բիլիոն ռեստորանտ են տանում հարգելու ուտելու եւ դուրս են հրավիրում մայրերին եւ ընտանիքին երևի 4.6 բիլիոն ծաղիկ են գնում 2.6 բիլիոն gift cards 2.6 բիլիոն հագուստներ 2.3 բիլիոն եւ այդպես տեսնում եք այդ գումարները ինչ որ ծախսվում է ուրեմն բիզնեսերի համար շատ կարեւոր է մայրերի օրը տեսնում եք այդքան 25 բիլիոն ծախսվում է մարդիկ ծախսում են բիզնեսները շահում են բնականաբար ամենա որտեղ մայր լինելը ամենահարմարն է Շվեդիա համարվում է ամենահարմարն է մեկը լինի մայր եւ գիտեք այնտեղ ընդհանուր առմամբ երեխա շատ քիչ են ունեն բայց ամենահարմար երկիրն է մայր դառնալու համար Դանմարկ ուրեմն կամ Դենմարկ Դանիա Ֆինլանդիա Ավստրիան Գերմանիան Հոլանդիան Նորվեյ Կանադա Ավստրալիա եւ Britain Ամերիկան գտնվում ավել ներքև դիրքում մայր լինելու համար անցնում ենք առաջ եւ հիմա մայրերին եթե պիտի վճարեինք այդ աշխատանքի համար որ տանը կատարում են մեկ հոգի որ հոգ է տանում օրվա եւ ուշչի չէ տարեկան 26000-ից ավել աշխատավարձ ունի van driver որտեվ այստեղ որ եկանք մայրերը ստիված եղան որ վանով երեխանին դպրոց տանեն եթե van շոֆեր վերցնեիք պետք է տարեկան այդքան գումար տայիք մակրարարը ստանում է $18750 այս երկրում խոհարարը 31000 տարեկան ստանում է եւ CEO կամ ղեկավարը այս բոլոր աշխատանքների տարեկան այս երկրում $612,000 աշխատավարձ են ստանում նրսերը 56000 աշխատավարձ են ստանում այսպես մի բան փչանում է մայրերն են որ վերանորոգում են 29000 մեկին պետք է տարեկան աշխատավարձ տայիք եւ եթե 40 ժամ աշխատային ամենամինիմումը շաբաթ 40 ժամ աշխատային 43000 պետք է մեկին վարձ տայիք եթե գիտեք մայրեր 40 ժամից շատ ավել են աշխատում ուրեմն դուք պետք է 60 ժամ անգամ աշխատեին երբ որ մի մաս ասացի մակրարարեն մի մաս ղեկավարն են աշխատանքների տանը խոհարար են եւ այլն տեսնում եք 60 ժամ եթե մայրերը աշխատային 88000 պետք է տարեկան իրենց աշխատավարձ տայիք իսկ գիտեք 60 ժամից շատ ավել են մայրերը աշխատում գիշերը նաեւ երեխանի վանդանում է ընդհանուր նախատեսվում որ դուք ձեր ընտան մեջ եթե մայր գոյություն ունի պետք է իրեն $111471 տարեկան աշխատավարձ վճարեք այսինքն 11000 մոտավորապես աշխատավարձն է այն
կինը որպես մայր աշխատում է ձեր տան մեջ, եթե ճիշտ ուսումնասիրենք։ Բնականաբար ոչ մեկս այդքան չենք տալիս։ Հիմա մեկ ուրիշ ուսումնասիրություն ասում է ընդհանուր հաշվարկում են արել, ասում են Ամերիկայում բնակողը մայրը, որ եթե մեկին վարձեինք բոլոր այդ աշխատանքը անեինք, միջինը $122,000 պետք է տարեկան տայիք, այստեղ մեր շրջանում 137,000 պետք է մեկին տայիք այն բոլոր աշխատանքները, որ մայրը տանը կատարում են, դուք վճարեիք եւ տեսնում եք այստեղ գրված է մամ, ուրեմն դուք աշխատավարձ գրեք, եթե Գլենդել եք ապրում ուրիշ տարածքներում 122,000, գրեք 131,000 տարեկան ու մայրիկին ձեր ընտանիքի մեջ, որը որ մայրիկ է, այդքան չեք գրեք տվեք իրենց, որովհետև եթե մարդ վարձեիք այդ բոլոր աշխատանքները կատարեց ձեզ համար, ձեր երեխաների համար, այդ գումարն էր, որ իրենց պիտի փոխանցեիք։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին, թող այսպես հանգիստ խաղաղ կյանք ունենան եւ ուրախությամբ իրենց բալիկներին հոգ տանեն տարիներ, որպեսզի առողջ լինեն իրենք եւ կարողանան կատարեն իրենց պարտականությունները։ Մայրերի օրը շնորհավոր բոլորին։